Տիկին Աննահիտ ձեր որդին եւս քարորիա պատերազմի ժամանակահատվածում զոհվեց, հաճախակի էիք հանդիպում Ռոբերտ Աբաջյանի մոր հետ, ինչ էիք քննարկում, հա, այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են քարորիա պատերազմի հերոսների մայրերը ամենատարբեր գրառումներ անում, որ մինչև հիմա դեռևս քննարկում են այդ ժամանակահատվածը, հակառակորդի գործողությունները։ Մենք բոլորս քարորիա պատերազմյան մահացած հերոսների ընտանիքներով բոլորս դարձել ենք մի ընտանիք։ Բոլորս մենք շուտ իրար հետ հանդիպում ենք։ Ուղղակի երևի մի քանի ամիս էր ինչ աննային չենք հանդիպել։ Սա մի անդառնալի ցավ էր։ Ոչ մեկս չենք հավատում, մանավանդես չի հավատում։ Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, սա մոր կարոտներ, կարոտեց ինքը գնաց հասավ իր որդուն։ Ճիշտ է, մենք բոլորս ժպտում ենք, ծիծաղում ենք, ժպտում ենք, իրար հետ խորհրդակցում ենք, խոսում ենք, աշխատում ենք, բայց ոչ մեկ չգիտի դիմացնի, չգիտի մեր ներսում ինչ է կատարվում։ Նաև լուր հետևում եք, թե ընդհանրապես ինչ է կատարվում, ովքեր այս օրերին ինչ խնջույքներ են անում։ Այո, ամեն ինչն էլ հետևում եմ։ Չգիտեմ ինչ բառեր ասեմ։ Իսկ Գրիգորը Աբաջյանի հետ հենց նույն հատվածում են ծառայել։ Գրիգորը եղել է 215 պոստում, իսկ Աբաջյանը եղել է 216 պոստում։ Տեղանքով Մարտակերտ խալի։ Այո, Մարտակերտ մեկ էլ Ջաբրայել։ Ներողություն խնդրում, զոհվածների, նահատակված տղաների ընտանիքներին իշխանության, պետության, պաշտպանության նախարարության կողմից հատուկ վերաբերմունք, ուշադրություն, ինչ որ այսպիսի ժեստեր լինում են, դուք զգում եք։ Ես բոլորից շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության նախարարությունից, կառավարությունից, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարից, բոլորից, բոլորն էլ մեկ-մեկ այցելել են, բոլորն էլ մեզ հիշում են, մինչև այսօր էլ մեր կողքին են։ Ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Անահիտ, վերջին ժամանակահատվածում կոնկրետ երբ եք հանդիպել եւ ինչ էր ասում, ինչ խնդիր առաջացավ, որովհետեւ բավականին տարիքը էլի նաեւ 52 տարեկան։ Չեմ հանդիպել Աննայի հետ, պատահական եռաբլուրում։ Ուղղակի հարցրեցի իր ինքնությունը, հարցրեցի ինչպես է, ոչինչ չասեց, ասեց լավ եմ, այդքան բան։ Ուղղակի սա հանկարծակ էր, բոլորս էլ շոկի մեջ ենք։ Առողջական խնդիրներ չուներ, ինչ որ տևական։ Չէ, ոչ երբեք չի խոսացել, երբեք ոչ մի բան չի ասել։ Այդ առողջական խնդիրներն էլ որդիներին կորցնելուց հետո է լինում։ Մեկը հենց ես, իմ որդուն էլ ես Գրիգորին կորցրեցի, ես ոչ մի բան չգիտեմ, բայց հետագայում առողջական խնդիրներ առաջացավ։ Ձեզ համբերություն, առողջություն,